Կեսի սեփականատերն է։ Հետևաբար որևէ գործողություն կադաստրի նոտարի կամ որևէ մեկի հետ, եթե խոսքը գնում է սեփականություն, որպես սեփականատեր գրանցել ասել, եթե դա նկատի ունենք, որևէ բան, եթե նույնիսկ չարվի, կինը դրա կեսի սեփականատերն է։ Եթե ուզում են գրառվի, համապատասխանաբար գործընթացը հետևյալն է։ Այսօր դեռևս գործող գործընթացը դիմում են կադաստր, վերցնում են միասնական տեղեկանք, որը հաստատում է, որ այդ անշարժ գույքը ծանրաբեռնված չի որևէ սահմանափակումներով։ Կախված գույքի չափից, մետրաժից, գտնվելու վայրից, գոտիականությունից, հող է, բնակարան է, անշարժ գույքը տուն է, այդ գինը տարբերվում է։ 30,000-ը ինձ առաջին հայացքից բարձր է թվում, որովհետև եթե բնակարանի մասին է խոսքը պետք է լինի 5-ից 15,000-ի շրջանակներում որպես կանոն։ Բազմիգուցե այստեղ ինֆորմացիան ամբողջական չէ, եթե քաղաքացին ուզում է ավելի հստակ պատասխան ստանալ, ում կարող է դիմել։ Եթե վերաբերվում է, այսինքն ինքը կարող է դիմել առաջինը ընդհանրապես դիմում են փաստաբանի իրավաբանի, բայց կամ իրավաբանական գրասենյակներ, ովքեր անում են անվճար օգնություն։ Բայց թեժ գծից կարող են օգնել։ Թեժ գծից կարող է ճշտել, ես կառաջարկեմ ուրեմն Արդարադատության նախարարության թեժ գծի համար եւս մեկ անգամ հիշեցնեմ 35 83 99-ը, եթե սա վերաբերվում է Արդարադատության նախարարության շրջանակներում հովանու ներքո այսպես ասած գործող բոլոր գործառույթներին, այդ թվում նաև նոտարներին, այդ թվում նաև առանձին ստորաբաժանումներին, ԴՀԿ եւ քրեակատարողական, ինչպես նաև ռեգիստրին եւ ուրեմն ԿԿ ծառայությանը։ Կադաստրը գործում է դեռևս կադաստրը անկախ է գործում, ինքը առանձին ուրեմն կառավարության առընթեր գործակալություն է, կարող եք նայել նրանց ինտերնետային կայքը կամ նրանց համարը կա ուրեմն տեղեկատվում, կարելի է զանգել նաև այնտեղ։ Կարող եք նաև գրել նամակ, գրություն, եթե ավելի կոնկրետ տվյալներով մենք կփորձենք պատասխանել։ Ամեն դեպքում առաջին հայացքից ինչ-որ ինֆորմացիայի պակաս կա։ Ոչ միայն պակաս կա իմ մոտ, այստեղ ինչ-որ տարընկալում է եղել, ինչ եք ուզում անել եւ կադաստրում ինչ են ուզել անել։ Արժան։ Քաղաքացիներից մեկն էլ հարց է բարձրացրել, որ կինը մահացել է, մահվան գումարը չի կարող ստանալ, երևի թաղման ծախսերի հետ կապված խնդիր նկատի ունի։ Որոշ դեպքերում պետությունը որպես սոցիալական պետություն նախատեսում է մահացած անձանց որոշակի գումարի տրամադրում։ Գումարը տրամադրվում է ոչ բոլորին, տրամադրվում է որոշակի սահմանափակ խմբող անձանց։ Այստեղ պետք է նույնպես հասկանալ ինչն է խնդիրը, որովհետև ԿԿ գործակալությունը գումար չի տրամադրում, ինքը ընդհանրապես գրանցում է մահը եւ տալիս է համապատասխան մահվան վկայական, որ այս անձը մահացել է եւ համարվում է մահացած։ Մահվան գումարի այսպես կոչված տրամադրվում է սոցիալական ապահովության, սոցիալական ծառայությունները մատուցող գրասենյակի կողմից եւ այստեղ ինձ համար կրկին բարդ է ասել ինչի չեն տալիս հաստատիկ ինֆորմացիա։ Լսենք հեռուստադիտողին, այո։ Ես հարցեր ունեմ կապված նոտարական գրասենյակի հետ։ Խնդրեմ։ Ուրեմն մեր ազգանունը ժամանակին կրճատ է գրվել։ Իսկ հիմա նոտարը մեր գործարքը չի անում պատճառաբանելով, որ այդ ԶԱԳՍ-ը պետք է տնտականը լրիվ ազգանունը լրիվ գրած լինի, որ ես այդ գործարքը կատարեմ։ Իսկ մենք դիմել ենք դատարանը բանը տնտականի արխիվային փաստաթղթերի մեզ տվել է, որ տվյալ հովեյանները նույն մուքսի հովեյաններն են։ Դատարանի վճիռի կա, իսկ նոտարը մեր գործարքը չի անում, դա ոնց կարելի է իմանալ էլի։ Ես ուզում եմ այդ կոնկրետ իմանալ ինչ ենք անելու։ Շնորհակալություն, ես կխնդրեմ ձեզ հենց վաղը առավոտյան ժամը 9-ից 9:30, երբ որ դուք ձեզ հարմար կլինի զանգել Արդարադատության նախարարության մեր նշած թեժ գծով, ես կխնդրեմ մեր վերահսկողության, եթե հնարավոր է, եթե հնարավորություն ունենք ինչ-որ կոնտակտային տվյալ հենց հիմա վերցնել, ես առավոտյան կխնդրեմ մեր վերահսկողության տեսչությանը փորձել ճշտել այդ ինչումն է խնդիրը եւ փորձենք լուծում տալ։ Եթե կոնտակտային տվյալներ թողնի քաղաքացի, մենք առավոտյան կկապվենք իր հետ։ Մեր հեռուստադիտողը կարող է իր կոնտակտային տվյալները թողել մեր հեռախոսավարի մոտ եւ մենք կտրամադրենք պարոն Օրբելյանին։ Ինձ հիշում է, որ հեռախոսազանգ ունենք, այո։ Այո։ Լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Ես մի հարց ունեմ, ուրեմն մենք 95 թվականից հող ունեինք մշակած։ Հիմա կանգնել են, ասում են, որ այդ հողը ձեռքից վերցնում ենք։ Դա արդյոք ճիշտ է, թե ոչ։ Որևէ սեփականությունը, որպես սեփականատեր դուք ինչ-որ հավաստող Խնդիրը հետևյալն է,
զուտ հողի մշակումը որպես այդպեսին ինքը ոչինչ է, եթե մարդը ուրեմն պետք է ունենա սեփականության իրավունք։ Սեփականության իրավունքը որպես կանոն հավաստվում է վկայագրով։ Դա իհարկե կարելի է նաև դեպքեր կան, որ վկայագրի բացակայության դեպքում էլ կարելի է պնդել, որ սեփականատեր է անձը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է մի դեպք, երբ որ անձը չլինելով սեփականատեր կարող է դատարանի վճռի ուժով դառնալ սեփականատեր, դա երբ որ անձը որպես սեփական գույք 10 տարի շարունակ տիրապետում, օգտագործում, բացահայտված օգտվում է այդ հողից, այդ գույքից, այսինքն դա լինի հող, դա լինի բնակարան, դա լինի այլ տարածք։ Բայց ամեն դեպքում այս դեպքում էլ նույնպես պետք է դիմել դատարան եւ այստեղ մի շարք հանգամանքներ կապ ունեն, նաեւ այդ հողի կատեգորիան, արդյոք ենթակա է ինքը օտարման, արդյոք այդ անձը Հայաստանի քաղաքացի է, տվյալ դեպքում ենթադրում են, որ քաղաքացի է եւ խնդիր չի լինի եւ այդ դեպքում ճանաչվի, բայց եթե սեփականության իրավունքը որպես այդպեսին ֆիքսված չի եւ անձը սեփականատերը չի, այլ անձը ով որ կլինի սեփականատեր իրավունք ունի միանշանակ պահանջել, որպեսզի ազատվի այդ հողատարածքը։ Ինչպես է իրականացվում նաև պետրեգիստրի հետ կապված մի փոքր բարձրաբանում տվեք, պետական գրանցում այսօր, իրավաբանական անձանց պետական գրանցումը։ Այստեղ բարեփոխումներ իրականացվել են։ Բարեփոխումները այստեղ երևի ամենազգալին են, որովհետև ամբողջությամբ ներդրվել է էլեկտրոնային կառավարության համակարգ եւ այսօր անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը, բացի նրանից, որ այդ բոլոր գործառույթները կարելի է կատարել առցանց, եթե անձը ունի էլեկտրոնային ստորագրություն, ինտերնետի միջոցով, մոտավորապես ես անձամբ փորձել եմ 7-ից 8 րոպե անհատ ձեռնարկատերը, 15-ից 20 րոպե մեկ անձին պատկանող ՑՊ-ի գրանցումը կատարել է, եթե մի քիչ ավելի նոր են ծրագրին չեն իմանում, մի քիչ ավելի դանդաղ են հավաքում, կես ժամ 40 րոպե կտևի, բայց նմանատիպ արագացում է տեղի ունեցել նաև գրասենյակում։ Գործողությունների մեծ մասի համար փաստաթղթերը արդեն տեղում կարող են պատրաստվել, եթե դա ստանդարտ, եթե անձը ընտրում է ստանդարտ կանոնադրություն, ստանդարտ դիմում, պատրաստվում են փաստաթղթերը տեղում, անձը ստորագրում է եւ անհատ ձեռնարկատերի տիրոջ հաշվառումը տեղի ունենում մոտավորապես 7 րոպե, ունենք նաեւ 5 րոպե, 3 րոպե նույնիսկ ռեկորդներ ունենք եւ դրա համար անհրաժեշտ է ընդամենը անձնագիր, անձնագրի պատճենը եւ լուսանկար։ Մշտացվել է բավականին։ Եւ այստեղ ամենամեծ կարեւոր քայլային է եղել, որ գրանցումից հետո ՑՊ-ի եւ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հետո հարկային մարմնում հավելյալ ՀՎՀ ստանալու համար հաշվառման կանգնելու անհրաժեշտություն արդեն չկա։ Որտեղից է ստանում։ Հենց ռեգիստրում գրանցվելու կամ հաշվառվելու ժամանակ միանգամից նաև հարկային մարմնից ստանում եւ տրամադրվում է տվյալ ՀՎՀ-ն, ինչպես նաև սոցիալական ապահովադրի համարը։ Լսենք հեռուստադիտողին։ Լսում ենք ձեզ։ Ալո։ Լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուզում եմ ուղղեմ Բաղրամ Օրբելյանին։ Խնդրեմ։ Ուրեմն հարցս հանդիսանում է կայանում է սրանում, որ մահացած ծնողներ ունենք։ Բնակարանը ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում սեփականացնել բնակարանում բնակվող անձի վրա։ Այդ հարցով խնդրում եմ պարոն Օրբելյան, ոնց դուք ինչ ուղղություն կտաք, ում դիմել եւ ինչ ձև։ Ու ինչ այդ քաշքշուկ, ինչու մար այդ քաշքշուկը տեղի ունեն։ Բնակարանը բնակարանը ծնողներինն է եղել միջև մահանալը։ Այո։ Ուրեմն խնդիրը հետևյալն է, եթե մենք բնակարանը սեփականաշնորհված է եղել եւ եղել է ծնողներին, այսինքն ծնողների սեփականությունը, հետեւաբար հարց է առաջանում ով է ընդունել այդ ժառանգությունը։ Ժառանգությունը ընդհանրապես ընդունելու համար տրվում է 6 ամիս ժամանակ։ Տարածված խալներից մեկն է, երբ որ չեն ընդունում։ Ժառանգության ընդունման երկու եղանակ կա, մեկը դա երբ որ գնում են նոտարի մոտ եւ ասում են, որ ես ուզում եմ ընդունեմ այդ ժառանգությունը։ Երկրորդ տարբերակը դա ժառանգության նկատմամբ ուղղակիորեն ընդունում են, սկսում են տիրապետել, կառավարել, բացահայտված որպես սեփական։ Տվյալ դեպքում ես ենթադրում եմ, որ անձը ով շարունակել է բնակվել այդ բնակարանում, ինքը ընդունել է այդ ժառանգությունը։ Այստեղ մի քանի հնարավոր վեճեր կարող են լինել։ Կարող են լինել վեճ ցավոք սորտի բարեկամների միջև ում է պատկանում եւ այստեղ պետք է նայել, եթե չի լինում վեճ նոտարական խնդիր, նոտարի միջոցով ժառանգությունը ձևակերպելու խնդիր, որպես այդպես ինչ պետք է առաջանա։ Բայց եթե կա վեճ, եթե կա բարեկամների միջև կամ այլ հնարավոր ժառանգների միջև, այստեղ ես հնարավոր տարբերակը հիմնականում, եթե չեն կարողանում հաշտվել, դատարանն է։ Ես միշտ առաջարկում եմ փորձեն հաշտվել, բայց վերջում ամեն դեպքում դատարանն է մնում։ Եվս մեկ հեռախոսազանգ, այո։ Ալո։ Լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրեմն խոսքը գնում աղավաններին։
իմ այրիկը շավանդը ուրեմն դրվել է, եկել է, բայց չեն վճարել։ Մեր փոստից հետ են ուղարկել, Սարուխանի չեն ձեր փոստում։ Փոստից հետ են ուղարկել, առանց ոտենք ավանդատուի տվյալ մորցին մեր բանելու, բացատրելու, թե ինչն է պատճառը։ Հիմա մեկ տարիա քարտշիկներ են ենթարկում, հիմա պատասխանում եմ, թե դուք այդ ավանդը չեք կարող ստանալ։ Պատճառն վրա երրորդ տղան են, իրանք աշխատամ ընտանիք են, ունեն տղան աշխատամ է, կինը մահացած է, ինքն է սոշակարու է։ Այդ երրորդ տղայի դոկումենտի մեջ ինչ-որ կեղծություն է ել է շուտ ժամանակ, այդ գանձում է ել է, այդ հենց գանձումը նորից իրանք վճարել են, իհարկե Տիգրան Օվզաքանյանի օգնությամբ Հիմա պատճառաբանում են, թե քաշքշուկներ այլ է, թղթի տենսական այլ է, դրա համար դուք այդ ավանդը չեք կարող ստանալ, ավանդի գումարը 207,000 դրամ։ Լավ, պարզ է, չգիտեմ այս հարցի հասցեատերը որքանով եք դուք, պարոն Օրբելյան։ Խնդիրը կրկին վերադառնում ենք մեր այն հիմնական դեպքին, երբ որ քաղաքացիների միջև ինչ-որ վեճ է լինում, կամ տվյալ դեպքում մասնակիցներից մեկի փաստորեն փաստաթղթում որոշակի խարդախության հետքեր են եղել եւ այստեղ մնացած բոլորը տուժվում են։ Այստեղ ես կխնդրեմ նույնպես տվյալները թողնել եւ կփորձեմ փոխանցել համապատասխան նախարարություն, որպեսզի հասկանան, եթե այստեղ ինչ-որ սխալ է տեղի ունեցել, փորձեն խնդրին լուծում տալ եւ հնարավորինս արագ։ Եթե այստեղ սխալ չի եղել, գոնե փորձեն հստակ բարձրաբանում տամ ինչումն է խնդիրը, որպեսզի քաղաքացին իմանա ինչպես շարժվել, այսինքն միշտ չի որ դրական պատասխան է լինում, բայց պետք է հստակ պատասխան լինի։ Լսենք հաջորդ հեռուստադիտողին, այո։ Ալո։ Լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրեմն մեզ մի հարց կա։ Ծնողներս մահացել են։ Հիմա ասենք ես էլ բնակվում եմ, ասենք կվարտիրա եմ, էլի։ Հիմա ասենք այդ գրանցման համարն ես տունան ասենք ծնողներս եղածա որպես տան տերը։ Ծնողներս մահացել, հիմա ասենք նոտար ենք եթում, որ որպես տան ծուխ ես գրանցվեմ, էլ ասենք։ Նոտարը պատասխանում է, որ պիտի տաս դատարան նոր չերս դատարանով քեզ ճանաչեմ որպես տանցուխ։ Ինչքան ժամանակ է անցել կներեք։ 2 տարի է էլի մորս մահանալ, հորս էլ շատ։ Ես ինչպես նշեցի, այս նույն խնդրին են գալիս, քանի որ ժառանգության ընդունելու ժամկետը 6 ամիս է, ցավոք սրտի, երբ որ մենք կորցնում ենք մեր մոտիկներին, բոլոր մարդկանց է դա բնորոշ, այսինքն մենք այս ժամանակ դեռևս մինչև բավականին երկար ժամանակ չի անցնում, մեր ցավը չի ամոկվում, մենք միշտ ինչ-որ այլ հարցերով ենք զբաղված, որը եւ բնական է ինչ-որ տեղ, բայց 6 ամսվա ընթացքում պետք է հնարավորություն ունենան գնանք այդ ժառանգությունը ձևակերպենք։ Եթե այստեղ եւ ավելին ես ենթադրում եմ, որ ամեն դեպքում որոշակի վեճ կա նույնպես, քանի որ եթե վեճ չկա, պետք է որ ավելի հեշտ լինի։ Եթե վեճ կա, այլ ժառանգները նույնպես ինչ որ հավակնում են այդ բնակարանի վրա, այստեղ մեր օրենսդրությունը որևէ տարբերություն ավագ եւ կրտսեր երեխաների միջև չի դնում եւ բոլոր երեխաները որպես այդպեսին հավասար են եւ ունեն հավասար իրավունքներ ժառանգության, այսինքն եթե զուտ ընտանեկան ավանդական բնույթով դուք կարող եք քննարկել, ասել այո, ես եմ տարիքով, ինձ պիտի մնա, ես այս տունը պիտի պահեմ, կամ որոշ դեպքերում հակառակն է լինում, ասում են մեր փոքրին թողնենք, մենք մեծ ենք, գնանք մեր տներում ապրենք մենք մեզ համար, եթե դա զուտ մարդկային առումով է կարգավորվում, որևէ խնդիր չկա, իրավունքը չի արգելում, բայց եթե կա եւ մի քանի մարդ հավակնում են, օրենքը որևէ տարբերակում, տղա, աղջիկ, մեծ, փոքր, շատ ոչ որևէ տարբերակում չի դնում սրանց միջև։ Ամեն դեպքում պետք է դիմի դատարան, հա։ Ամենայն հավանականությամբ, այսինքն ես էլի կրկին կարող եք կոնտակտը թողնել ավելի մանրամասն տալ տեղեկությունները, բայց ամեն դեպքում ես ոնց հասկանում եմ կա վեճ ու քանի որ 6 ամիսներ անցել է, ամեն դեպքում ոնց որ թե պետք է դիմել դատարան ճանաչել այս տիրապետման փաստը։ Եթե չունենք հեռախոսազանգ, ունենք հեռախոսազանգ, խնդրեմ։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մի հատ հարց եմ պարոն Օբրիվյանին։ Խնդրեմ։ Ուրեմն ես ապրում եմ վագոն տնակում, ունեմ 5 երեխա։ Վագոն տնակում։ Ոյ 3 չափահաս են, 2 չափահաս, հիմա իմ նպաստը կդրել են, ես ոնց դիմեմ որ նպաստը ստանամ։ Պարզ է։ Նպաստը կտրել են ինչ որպես։ Այո,
ոչ ռազմի աշխատամ եմ Ղարաբաղյան։ Նպաստ չեն տալիս այսինքն։ Դե նպաստ։ Լավ, ես կխնդրեմ դեր կոնտակտները թողնել նույնպես, ես էլի կփոխանցեմ ցուցաբնակարություն եւ հասկանանք ինչու են կտրել, ինչու չեն վճարում նպաստը, որովհետեւ եթե սա անչափահաս երեխաների խնամքի նպաստ է եղել այդ մասով, սա պարզ է որ պետք է կտրվեր, երբ որ երեխաները դառնում են չափահաս։ Եթե սա այլ նպաստներ են, օրինակ հաշմանդամության եւ այլ հիմքերով կամ այն մնացած երեխաների, ապա պետք է հասկանանք ինչու՞մն է խնդիրը եւ ես կխնդրեմ, եթե հնարավոր է կոնտակտները տան եւ փորձենք լուծում տալ այս հարցին։ Պարզ է, իհարկե եթերը անսահման չի կարող լինել, բայց ձեր հարցերը կարծես թե այսօր շատ են, ամեն դեպքում, եթե մարդիկ էլի հարցեր ունեն, կարող են նույն թեժ գծով դիմել։ Այո, կարող են դիմել թեժ գծով, ինչպես նաև ուղղակի սովորական տրադիցիոն, այսպես ասած, նամակով գրելով նախարարություն, միակ խնդիրից կլինի հնարավորինս նորմալ մանրամասը նկարագրել ինչումն է խնդիրը, որովհետև եւ ինչ է պահանջը, ինչ խնդիր է առաջացել, որովհետև երբեմն գալիս են նամակներ, երբ ինչ որ տեքստ է գալիս, շարադրանք, որը հասկանալի է, բայց վերջում ուզում ենք հասկանանք, լավ, քաղաքացին գրեց, ինչ որ բան է նկարագրել, բայց ես չեմ կարող պահանջել, որպեսզի աշխատակիցները ենթադրեն ու ենթադրյալ պատասխան տալ, որով ստիպված են գնում հետ դիմել եւ խնդրել հստակեցնել, ինչը քաղաքացու համար հավելյալ ժամանակ է։ Եթե ինչ որ խնդիր դիմումի մեջ կարող են հեռախոսը համար գունե թողնել, որպեսզի ճշգրտվի։ Ամեն դեպքում շնորհակալություն ձեզ, պարոն Օրբելյան, այսքան երկար բարձրաբանումներ ներկայացնելու համար եւ նաեւ Երևանից այստեղ հասնելու եւ մեր քաղաքացիներին բարեփոխումները ներկայացնելու համար։ Շնորհակալություն, պարոն Դաբաղյանին ծիրուն գալելու։ Հիշեցնեմ, որ Վեկտորի տաղավարում իմ հյուրն էր Արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը։ Կհանդիպենք հաջորդ չորեքշաբթից։ Տեսություն։ Տեսություն։